Այսօր որոշել ենք թեյախմություն անենք, ընկեր Շուշան, հայկական բուժիչ խոտաբույսերով։ Ուզում ենք մեզ մի քիչ ներկայացնեք ինչ խոտաբույսեր են ու իրանց օգտակարությունը։ Ուրց շատ մեզ հայտնի օգտագործում ենք եւ այս զիվայը, անթափա են ասում ոչ գրական լեզվով, իրական լեզվով զիվայ է, եթե ուզում եք գտնել իրանց համացանցում զիվայով գտնել շատ հետաքրքիր խոտաբույս է, իրեն նավես խոտաբույսերը պետք չի խառնել շատ քանակի իրար օգուտ տալու համար, այդպես կարող է հակառակը լինի, ավելի վնասակար։ Կարելի է ճիշտ համադրությամբ պետք է խառնել, օրինակ ուրցը ճիշտ կլինի հիմնականում խմել մենակ ինքը։ Ուրցը չի կարելի օգտագործել շատ երկար ժամանակ, օրինակ 10 օրից ավել չի կարելի օգտագործել, որպես դեղաբույս է, դրա համար ենք ասում, հա, դեղաբույս, ոնց ցանկացած դեղ, այս բույսրանք էլ ուտես չի կարելի շատ օգտագործել։ Շատ երկար կարելի օգտագործել այս դաղցը կամ նանան, սա դաղցա կոնկրետ, ինչով են տարբերվում ապրես։ Դաղցը վայրի նանանը, որ հանդիպում է, հիշում եք, մենք Արատես ովքեր միասին եղել ենք, հավաքել ենք եւ դաղցը եւ այս սրանց էլ կար, եթե հիշում ես, նանան ցած փնջով վաճառում են։ Այո, ապրես, եթե դաղցը ուզում եք լինի փարթամ լավ ու հետաքրքիր տեսքով հոտը, գնացեք այն հատվածներ, որտեղ կա ջուր։ Մեր Հայաստանի որ մարզում են որ լինեք, եթե ջրի մոտիկ տարածք եք գնում, հաստատ դաղց տեսնելու եք։ Ասում են, երբ որ ծաղկում է, պետք չի օգտագործել, բայց այդպես լուրջ գիտական ոչ մի բան չկա իրականում։ Կարելի է տերևները փոխել, օգտագործել, ճիշտ պետք է չորացնել, որովհետև դա շատ կարևոր է։ Չի կարելի արևի անմիջական ազդեցության տակ չորացնել ոչ մի տեսակի դեղաբույս։ Այն պետք է չորացնել այնպիսի վայրում, որտեղ արև չի ընկնում եւ կա միջանցիկ քամի։ Ու այնպես չի, որ մենակ էսրանք են դեղաբույս, Հայաստանում շատ դեղաբույսեր կան ու շատ օգտակար բաներ կան Հայաստանում։ Դուք կարող եք սկսել իրան ճանաչելուց, օրինակ զիվան եւ դաղցը այսրանք կարող եք խառնել իրար։ Իրանք շատ լավ օգտակար համադրություն ունեն։ Սա լյարդի մաքրման համար է, լեղապարկի համար է, ինչ որ չափով, բայց աջատ լյարդն է մաքրում ու շատ օգտակար է, երբ որ ինչ որ ցավեր ես ունենում ստամոքսում կամ աղիներում, ինքը շատ օգտակար է եւ կարելի է հանգիստ օգտագործել, եթե անգամ դուք այդ պահին թացն էլ անեք, լավ է, չորը ինչով է լավ։ Մարդիկ կան միայն այս տերևիկներն են չորացնում, չէ, այդպես չի։ Ինքը այդպես չի, որ ամբողջ պատմությունը կարևոր է տերևիկների մեջ է։ Բայց սա եթե նայում եք սև մասուրն է, սև մասուրի մեջ ավելի շատ կա վիտամին C եւ շատ ավելի օգտակար է ասում ենք, քան սովորական կարմիր մասուրը, չէ, ինքը կարելի է իրանով խմել, համով այո։ Այս կանաչ թեյ Չէ, պիտի լվանայինք նախորդ չորացնի։ Հիմա չէ, սա է։ Հելա աշոտ կտաս դրան շատ կես Բույսերով չէ, բույսի